Արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակած զեկույցի համաձայն Ադրբեջանը շարունակում է ավելացնել իր ռազմական ծախսերը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը դեռևս ամբողջությամբ չի ծանոթացել դրանց, սակայն նախորդ տարվա երկրորդ կեսին տեղի ունեցած իրադարձությունները թույլ են տալիս նրան կարծել, որ հարևան երկրի հետ կապված վտանգներն ու ռիսկերը նվազել են։ Իսկ նախագահ Ալիևի կողմից ադրբեջանցիների Հայաստան վերադարձի հետ կապված հաճախ հնչող հայտարարությունների առնչությամբ պատգամավորն ասաց, որ հայկական կողմը պարբերաբար դրանց անդրադառնում է։ Այնպիսի շեշտադրումներով, ինչպես խոսել է տևական ժամանակ Ադրբեջանը, դա ընդհանրապես չի նպաստում խաղաղության մթնոլորտին, ուստի սա մի թեմա է, որը չարժի արծարծել, մենք ավելի լայն օրակարգեր ունենք երկկողմ հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից եւ պետք է կենտրոնանալ այդ աշխատանքին։ Խանդանյանն անդրադարձ կատարեց նաեւ Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի այն պնդմանը, թե իշխանությունը վատ բանակցող է, իսկ թրիփ նախագծի իրականացման արդյունքում Հայաստանը կկորցնի իր սուվերենությունը։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նկատեց, այն ինչ գրված է փաստաթղթում ամբողջությամբ վերաբերում է այսպես ասած բիզնեսին, ուստի ընդդիմությունը կրկին փորձում է մոլորեցնել։ Թրիփի նախագծով առավել քան ակնհայտ է, որ Հայաստանը սուվերենության որևէ խախտում չի ունենալու, այլ փոխարենը Հայաստանը նաև ունենալու է որոշակի դիվիդենդներ, ունենալով որոշակի բաժնեմասեր ընկերության մեջ, եւ նաև շրջանակը, որը հրապարակվել է, շատ հստակ եւ աներկբա կերպով ասում է, որ Հայաստանի սուվերենությունը այս նախագծի վերաբերյալ անքննարկելի է եւ բացարձակ։ Խանդանյանը խոսեց նաեւ նախորդին Սամվել Կարապետյանի կողմից նոր ուժեղ Հայաստան կուսակցության հիմնադրման արդեն քաղաքական այս ուժի ներկայացրած ծրագրի մասին, նշելով, որ նախընտրական վատ ծրագրեր չեն լինում, իսկ թե որ կուսակցությունը իր ծրագիրը կիրականացնի, կորոշի Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Նրա գնահատմամբ նորելուկ այս կուսակցությունը դեռևս զբաղված է միայն անտեղի քննադատությամբ։ Բայց նաեւ քննադատում ասում են, ինչպես կարելի է գյուղում դպրոց կառուցել, գյուղում պետքա զավոդ կառուցել, իսկ բայց զավոդ կառուցելու համար պետքա մի քիչ խելք ունենալ եւ խելք ունենալու համար պետքա լավ դպրոց ունենալ, իսկ լավ դպրոցը լավ պայմաններն են նաեւ, ինչը մենք անում ենք։ Խանդանյանն անդրադարձավ նաև ԱՄՆ նախագահի կողմից Նիկոլ Փաշինյանի խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ դառնալու վերաբերյալ հրավերին։ Բանն այն է, որ Հայաստանը պարտավորվելու է անդամակցության հսկայական գումար վճարել։ Պատգամավորը նշեց, որ այդ հարցը կորոշվի խորհրդակցությունների արդյունքում։